Բարև բոլորին, եւ մենք շարունակում ենք սովորել HTML ու այսօր կսովորենք մեր էջում ավելացնել տեքստ։ Տեքստի համար ամենաշատը օգտագործվում է HTML-ում h1, եկեք լավ այսպես գրենք սկզբում h1 եւ այստեղ որևէ տեքստ обновить ենք անում մեր էջը եւ մեր տեքստը ավելացավ։ Այստեղ գոյություն ունեն HTML-ում նաեւ նմանատիպ տեգեր, 1 վայրկյան 6 հատ ավելացնենք։ Այստեղ արդեն գրենք h2, h3 եւ այստեղ հերթականությամբ այսպես իջնենք ու հիմա դուք կհասկանաք թե ինչ են անում այս մյուս տեգերը, չնայած հնարավոր է շատերը դա արդեն գիտեք, քանի որ դպրոցներում են սա կարծեմ սովորում։ Ահա, տեսեք, մեր տեքստերը գնալով փոքրացան, բայց այստեղ ուշադրություն դարձրեք, որ որքան թվերը շատանում են, այդքան տեքստը փոքրանում է։ Շատերը կարող է հիմա խառնեք դա, հակառակ անեք, h6-ը ավելի փոքր է, քան h1-ը, այստեղ նույն հաջորդականությամբ կարող եք տեսնել, որպեսզի չխառնեք, սա հիմնականում օրինակ գրում են այս hashtag-երը, օրինակ եթե ինչ-որ նորության անուն են գրում կամ չգիտեմ, ինչ-որ կայքի անունն են գրում վերևում, ինչ-որ լոգոյի կողքին եւ այլն եւ այլն։ Ու նաեւ կա մի tag, որը կոչվում է paragraph, այստեղ մոռացա սա գրել, paragraph, կարծեմ նախորդ վիդեո դասերում մենք այս tag-ի հետ փոքր-ինչ ծանոթացել ենք, այստեղ հիմա մեկնաբանություններում չգրեք թե paragraph-ը սխալ եմ գրել, ուղղակի հայերեն տառերը քանի որ չի ընդունում, ես գրում եմ անգլերեն տառերով, բայց հայերեն լեզվով։ Հիմա обновить անենք եւ տեսնում ենք, որ մեզ մոտ ավելացավ եւս մի այսպիսի տեքստային դաշտ։ Ու այստեղ կարող ենք երկար բան գրել, եկեք հիմա այսպես անեմ, lorem ipsum 1 վայրկյան։ Կարող եք այս կայքից ինքներդ օգտվել, հետագայում երբ խորանաք վեբ ծրագրավորման մեջ, lorem-ը մեզ այսպիսի տեքստ է տրամադրում, եկեք ուղղակի վերցնենք սա ու գրենք paragraph-ի մեջ, սախրանից ենք անում ամեն նոր քայլը անելուց հետո, ու ահա մեզ մոտ ավելացավ այս paragraph-ը։ Հիմա եկեք փոքր-ինչ խոսենք այս տեքստերի ֆորմատավորման մասին, օրինակ սովորենք ավելի հաստացնել տեքստը կամ բարակացնել եւ այլ ֆունկցիաներ տալ տեքստերին։ Ну եկեք այս lorem ipsum-ը մի քիչ հաստացնենք։ Այստեղ շատ նման տեգեր են իրար, p-ի փոխարեն գրում ենք b եւ կրկին անպայման փակում ենք այն, քանի որ ինչպես տեսնում ենք այստեղ պարունակություն կա այս տեգի մեջ։ Հիմա սախրանից անենք եւ տեսեք մեզ մոտ lorem ipsum-ը հաստացավ։ Այստեղ կարող ենք անել մի այսպիսի բան, մինչև այստեղ, հիմա տեսեք տեքստի բարակացավ ավելի ու այսպես մի քիչ թեքվեց, այսպես ասած։ Նույն տեգը կարող եք գրել m-ի փոխարեն i տեգը, նույն ֆունկցիան է կատարում, փոփոխություն հիմա չեք զգա, քանի որ նույն տեգն է այն։ Եկեք մի քիչ իջեցնենք։ Ահա, այլ այստեղ ինչ որ բան, ինչ ցույց տամ, օրինակ sub եւ այստեղ նույնպես sub, ահա,
Հիմա տեսեք, այս տեքստը տողից իջավ ներքևն ու այստեղ ակնհայտ է փոփոխությունը, մյուս տեքստերի հետ համեմատած այն մի քիչ փոքրացավ եւ ներքև իջավ ու կարող ենք գրել եկեք ենթադրենք O2-ն գրում ու ցանկանում ենք, որ երկուսը լինի վերևում ու ավելի փոքրանա, մեկ վարքյան, обновить ենք անում, O2, տեսեք, երկուսը ավելի փոքր գրվեց, եթե հիմա դրա կողքին էլ սովորական 2 գրենք, արդեն տարբերությունը կզգա, կա չափսը եւ այս երկուսն էլ ավելի վերևով է գտնվում։ Այստեղ էլ տեքստերի մասին չգիտեմ, հիմնականում կոնկրետ ինձ կայքեր պատրաստելու համար պետք են գալիս այս տեգերը տեքստ օգտագործելու համար, էլ ինչ որ տեգեր չեմ հիշում կոնկրետ, կան շատ տեգեր, բայց հիմնականում մեզ տեքստերի հետ տեքստեր օգտագործելու համար ավելի շատ պետք են գալու սրանք, հիմա այս հաստացնելը, չգիտեմ, բարակացնելը եւ այլն կարող ենք CSS-ի միջոցով հեշտությամբ փոխել, ճիշտը հենց CSS-ով փոխելն է, բայց քանի որ մենք նոր ենք սովորում HTML եւ CSS-ից տեղյակ չենք, դրա համար հիմա դեռևս կսովորենք այս ձևով։ Տեքստերի մասին չեմ ցանկանում երկար վիդեո դաս նկարել, հետագայում եթե ինչ-որ կայքեր ստեղծենք միասին, այդ ժամանակ արդեն այլ տեգեր էլ կսովորեք եւ վերջ, այսօր այսքանը, չենք մոռանում անդամագրվել, դնել լայքեր, ցտեսություն։